Պարոն Կարապետյան, ինչու ընտրեցիք Եվրաինտեգրման հանձնաժողովը, քաղաքասարության կողմից կարծիք է հնչում, որ տապալելու նպատակով եք ընտրել այդ հանձնաժողովը։ Նայեք հանձնաժողովի վերջին նիստերի հաճախականությունը եւ կհասկանանք, թե երբ է այդ հանձնաժողովը պարապուրտի մատնված եղել։ Այս վերջի 5 տարվա ընթացքում գրեթե պարապուրտ է եղել հանձնաժողովը, տարին 1-2 անգամ է հանդիպել, եթե հանդիպել է։ Մենք ակտիվացնելու ենք աշխատանքային process-ը, նաև մեր հանրությանն էլ ցույց ենք տալուս, որ իրական դիվերսիֆիկացիա ենք ուզում բերենք։ Ինչա նշանակում իրական դիվերսիֆիկացիա։ Իրապես Եվրոպայի հետ առևտրաշրջանառության աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում։ Ակտիվ աշխատացնելու ենք, որ ժողովուրդն էլ տեսնի, որ իրենց ասած են, որ մենք մի կողմի ընդամենը հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, դա սխալ է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա մի քանի գործընկեր, որ տնտեսությունը կայուն լինի։ Այդ իսկ պատճառով դուք կտեսնեք, թե ինչ տեմպով ենք մենք աշխատացնելու այդ հանձնաժողովը։ Հանձնաժողովների նախագահների անունները։ Այո, կա։ Անունը կարող եք հնչել։ Այս պայծրությամբ չէ, ամենայն հավանականությամբ վաղն է լինելու, վաղը ձեզ կներկայացնեմ։ Չափորոշիչ է լինելու, ինչով եք, այսինքն առաջնորդվել, որ ընտրելու եք։ Ընդհանրապես հանձնաժողովի անդամները ինստիտուցիոնալ աշխատանքի փորձ, իրենց ներկայությունը պետք է օգնի նաև եվրոպական հարթակներում, պետք է օգնի մեզ մեր ազգային հարցերը առաջ քաշելու համար եւ նաև ամենօրյա իրենք մարդիկ, ովքեր պատրաստ են ամենօրյա աշխատանք անել, այդ հանձնաժողովը ակտիվացնեն վերջապես, այսինքն որ Եվրոպայի հետ նախ դատական համակարգի աշխատանքը լավանա, որ դատական համակարգը տխուր վիճակը չլինի, այլ ինստիտուտների հարցը, առևտրաշրջանառությունը լավանա։ Մենք անունը դնում ենք, որ իբր երկիրը Եվրոպամետ ուղղություն, բան, բայց առևտրաշրջանառությունը տասնյակ անգամներ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ, ինստիտուտներն են, ինչը որ պետք է Եվրոպան ինչ լավ ինստիտուտներ ունի, դա չենք վերցնում։ Մենք վերցնում ենք մենակ անունը, բրենդը, մարքեթինգը, բայց չենք վերցնում այն կարևոր բանը, օրինակ դատական իշխանության ազատությունը, որը Եվրոպան կարող էր տալ, քաղաքացիական հասարակության պաշտպանությունը, ձևավորումը։